հաջորդող կրկին կարճ ձևակերպեմ հարցադրումները, դուք որպես մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ինչ պատկերացում ունեք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ այս պայն առկա ոտնձգության, այսինքն օկուպացիայի մասով լուծումները ինչպես եք պատկերացնում, այդ թվում հաշվի առնելով խաղաղության վերաբերյալ դիրքորոշումը, որը ներկայացրեցիք, այդ դրա փոխադարձության տեսանկյունից հանգամանքը ինչպես եք տեսնում, կարող եք կարճ պարզապես ձեր մոտեցումը ընդգծեք, երկրորդ հանգամանքն էլ արդյոք դուք դրան անդրադարձ չկատարեցիք, թեև պայմանագրային զինվորական ծառայության արդյունավետության բարձրացման մասին շեշտադրում կատարվեց, բայց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողության, կառուցվածքի, դրա վերաբերյալ կարծես ձեր կողմից մոտեցում չներկայացվեց։ Դրա վերաբերյալ, եթե ինչ-որ մի ծրագրային դրույթ կա կամ պատկերացում կա, խնդրեմ դա էլ արձագանքեք, այնուհետև արդեն ելույթով կանդրադառնանք։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, չեմ հասցնելու հիմա պատասխանեմ լիարժեք։ Ինչ վերաբերվում է ժամկետների ծառայության, այն որոշման, որը որ կայացվել է, ես կարծում եմ իմ անձնական կարծիքն է, բայց ես ձեզ ասեմ, ինքը լիարժեք մասնագիտական չի, որովհետև այն ժամանակ, երբ որոշումը ընդունվել է, ես հիմնավորումները մանրամասն, այսինքն այդ թվում վիճակագրությունը չգիտեմ, բայց իմ անձնական դիտարկմամբ այդ որոշումը տեղին է եղել։ Ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասով, Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանը 29743 քառակուսի կիլոմետր է, այո, ներկայումս Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներում կան Ադրբեջանի զինված ուժեր, որոնք որ, իհարկե, փաստացի ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք, եւ այդ խնդիրը պետք է լուծվի սահմանազատման գործընթացի շրջանակում, եւ կարծում եմ մենք այդ լուծմանը ի վերջո հետեւողական աշխատանքով հասնելու ենք։